Բարի գալուստ բուժատետեր։ Գիտեք արդյոք, որ դեղձը եղել է տիեզերքում և կերվել է լուսնի վրա։ 1971 թվականին Ապոլոն 15 առաքելության ժամանակ ամերիկացի տիեզերագնացները լուսնի ուղեցրում և հենց լուսնի մակերևույթին կերել են հատուկ չորացված դեղձի կտորներ։ ՆԱՍԱ-ի սննդաբանները հենց այս միրգն էին ընտրել տիեզերագնացների համար, քանի որ այն նույնիսկ փոքր չափաբաժնով վերականգնում է էներգիան, արագացնում է ռեակցիան և թույլ չի տալիս, որ օրգանիզմը ջրազրկվի ծայրահեղ պայմաններում, այնպես որ ամեն անգամ դեղձ ուտելիս հիշեք, դուք վայելում եք մի միրգ, որը նվաճել է տիեզերքը։ Ինչու է դեղձը այդքան արժեքավոր։ Դեղձը պարզապես համեղ ամառային միրգ չէ, այն բնական բալասան է օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի համար։ Դեղձի գլխավոր առավելությունը այն է, որ այն գրեթե 90%-ով բաղկացած է կենդանի կենսաբանորեն ակտիվ ջրից։ Այս ջուրը հագեցած է բնական շաքարներով, ֆրուկտոզա, գլյուկոզա, որոնք արագ ներծծվում են և սնուցում ուղեղն ու մկանները առանց հոգնեցնելու ենթաստամոքսային գեղձը։ Բացի այդ, դեղձը հարուստ է բնական թթուներով, խնձորաթթու, կիտրոնաթթու, որոնք արթնացնում են ախորժակը, օգնում ստամոքսին մարսել նույնիսկ ամենածանր սնունդը։ Դեղձի մեջ եղած հանքանյութերը, հատկապես կալիումն ու երկաթը, գտնվում են այնպիսի հարաբերակցությամբ, որ օրգանիզմը դրանք յուրացնում է առանց որևէ կորստի։ Այժմ հասկանանք 5 հիմնական խնդիրները, որոնց դեպքում դեղձը անփոխարինելի միրգ է։ Առաջին՝ ծաղկող մաշկ և վաղաժամ ծերացման կանխում։ Եթե ձեր մաշկը հոգնած է, կորցրել է փայլը կամ հակված է չորության և կնճիռների, դեղձը ձեր առաջին օգնականն է։ Դրա մեջ առկա նյութերը խթանում են կոլագենի արտադրությունը, որը պատասխանատու է մաշկի ձգվածության համար։ Դեղձը պաշտպանում է մաշկի բջիջները արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և ներսից խոնավեցնում է այն։ Երկրորդ՝ աղիների ծույլ աշխատանք և մարսողության խափանումներ։ Ժամանակակից աշխարհում շատերը տառապում են փորկապությունից և աղիների դանդաղ աշխատանքից։ Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ նրբաթելեր, բջջանյութ։ Այն գործում է ինչպես բնական փափուկ, ավել, մաքրելով աղիների պատերը կուտակված տոքսիններից և խթանելով դրանց կանոնավոր կծկումները։ Այն սնունդ է համարվում նաև աղիքային օգտակար բակտերիաների համար։ Այնպես որ, եթե դուք ունեք մարսողության հետ կապված, փորկապության հետ կապված խնդիրներ, ապա ձեր սննդակարգում անպայման ներառեք օրական 1-2 դեղձ և կնկատեք, թե ինչպես է կարճ ժամանակ անց խնդիրը անհետանում։ Երրորդ՝ սրտի ռիթմի խանգարումներ և բարձր արյան ճնշում։ Կալիումի բարձր պարունակության շնորհիվ դեղձը իսկական սնունդ է սրտամկանի համար։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղերն ու հեղուկը, ինչի հաշվին բնականորեն իջնում է արյան ճնշումը, թուլանում է սրտի վրա եղած ծանրաբեռնվածությունը, այն նաև ամրացնում է անոթների պատերը։ Չորրորդ խնդիրը՝ սթրես, անհանգստություն և վատ տրամադրություն։ Հին ժամանակներից դեղձը անվանել են հանգստության միրգ։ Դրա բաղադրության մեջ կան նյութեր, որոնք շատ լավ են ազդում նյարդային համակարգի վրա։ Եթե ունեք քրոնիկ հոգնածություն, տագնապայնություն կամ անքնություն, օրական 2 դեղձը կօգնի հանգստացնել նյարդերը, թուլացնել լարվածությունը և բարձրացնել տրամադրությունը։ Հինգերորդ՝ սակավարյունություն և թուլություն։ Երկաթի պակասը հանգեցնում է մշտական հոգնածության, գլխապտույտների և գունատության։ Դեղձի մեջ կա ոչ միայն երկաթ, այլ նաև մեծ քանակությամբ բնական թթուներ, որոնք թույլ են տալիս, որ այդ երկաթը գրեթե 100%-ով յուրացվի արյան կողմից։ Այն օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և օրգանիզմին վերադարձնել կենսական ուժը։ Եթե ունեք ցածր հեմոգլոբին, ապա ձեր սննդակարգում անպայման ներառեք դեղձ և որոշ ժամանակ անց խնդիրը կանհետանա։ Այժմ խոսենք վտանգների և հակացուցումների մասին։ Չնայած իր անմահական, համին և բազմաթիվ բուժիչ հատկություններին, դեղձը բնավ այնքան էլ անվնաս չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Որոշ իրավիճակներում կամ առողջական խնդիրների դեպքում այս հյութալի քաղցր միրգը կարող է վերածվել իսկական տոքսիկ ռումբի ձեր օրգանիզմի համար։ Եվ այսպես, առաջին՝ շաքարային դիաբետ և նյութափոխանակության խանգարումներ։ Դեղձը պատկանում է այն մրգերի շարքին, որոնք ունեն բավականին բարձր գլիկեմիկ ինդեքս և պարունակում է մեծ քանակությամբ արագ յուրացվող բնական շաքարներ, ֆրուկտոզա և գլյուկոզա։ Ինչ է նշանակում բարձր գլիկեմիկ ինդեքս։ Սա նշանակում է, որ արյան մեջ շաքարի մակարդակը ավելի արագ է բարձրացնում։ Եթե դիաբետով տառապող մարդը կամ ինսուլինակայունություն ունեցող մարդը մեծ քանակությամբ դեղձ է ուտում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ թռիչք է գրանցում։ Սա ստիպում է ենթաստամոքսային գեղձին աշխատել մաշվածության ռեժիմով։ Շաքարային դիաբետի դեպքում դեղձն ամբողջությամբ իհարկե չեն արգելում, բայց պետք է սահմանափակել օրական առավելագույնը կես կամ 1 փոքր պտուղով, այն էլ օրվա առաջին կեսին և ոչ մի դեպքում քաղցած ստամոքսին։ Երկրորդ խնդիրը՝ ստամոքսաղիքային համակարգի սուր հիվանդություններ, գաստրիտ և խոց։
Դեղցի հյութալիությունը պայմանավորված է դրա մեջ եղած օրգանական թթուների բարձր խտությամբ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու և սաթաթթու։ Եթե դուք ունեք ստամոքսի բարձր թթվայնություն, քրոնիկ գաստրիտ կամ ստամոքսի և 12 մատի աղիքի խոցային հիվանդություն, ապա այս թթուները գործում են որպես բաց վերքի վրա լցված աղ։ Դրանք գրգռում են բորբոքված լորձաթաղանթը, առաջացնում են ուժեղ այրոց՝ իժոգա, սուրձավեր ստամոքսի շրջանում, սրտխառնոց և կարող են նույնիսկ ներքին արյունահոսության պատճառ դառնալ, եթե հիվանդությունը գտնվում է սուր փուլում։ Հիվանդության սրացման շրջանում դեղձը իսպառ արգելված է, իսկ ռեմիսիայի հանդարտ շրջանում թույլատրվում է ուտել միայն լիարժեք հասած քաղցր տեսակներ, պարտադիր առանց կեղևի և փոքր կտորներով։ Երրորդ՝ ուժեղ ալերգիկ ռեակցիաներ և թավի գործոնը։ Դեղձը համարվում է բարձր ալերգիկություն ունեցող միրգ, և ամենավտանգավորը այստեղ ոչ թե ինքնին միջուկն է պտուղը, այլ դրա կեղևը պատող նուրբ թավը՝ մազմզուկները։ Այդ մազմզուկները հիանալիորեն որսում և իրենց մեջ են պահում շրջակա միջավայրի փոշին, ծաղկափոշին քիմիկատները։ Զգայուն մարդկանց մոտ դեղձի թավի հետ շփումը կարող է ակնթարթորեն վայրկյանների ընթացքում առաջացնել կոնտակտային ալերգիա, շրթունքների, լեզվի այտուցվածություն, կոկորդի քոր, հազի նոպա, մաշկային ցան, եղջնածան և նույնիսկ ամենավտանգավորը՝ կվինկեի այտուց, որը փակում է շնչուղիները։ Եթե դուք հակված եք ալերգիաների, կամ ընտրեք նեկտարին տեսակի դեղձը, կամ սովորական դեղձը ուտելուց առաջ մանրակրկիտ լվացեք և պարտադիր ձեռնոցով և դանակով ամբողջությամբ հեռացրեք կեղևը։ Չորրորդ՝ աղիքային սուրխանգարումներ, լուծ և գերզգայուն աղիքի սինդրոմ։ Ինչպես նշեցինք, օգուտների մեջ դեղձը հարուստ է պեկտինով և բջջանյութով, որոնք խթանում են մեր աղիների պերիստալտիկան, կծկումները, այսինքն դրանք օգնում են փորկապության դեպքում։ Սակայն այն, ինչ լավ է փորկապության ժամանակ, կարող է աղետալի լինել հակառակ խնդրի դեպքում։ Եթե մարդը ունի թույլ ստամոքս, աղիքային վարակ կամ պարզապես փորլուծություն, դեղձի մեջ եղած մանրաթելերն ու շաքարները էլ ավելի են արագացնում աղիների կծկումները և առաջացնում ուժեղ խմորում։ Սա բերում է ջրային կորստի, սուր սպազմերի, փորափքանքի և գազերի կուտակման։ Աղիքային որևէ խանգարման կամ դիսբակտերիոզի սուր շրջանում հրաժարվեք դեղձից, մինչ ձեր մարսողությունը լիովին չկարգավորվի։ Եվ հինգերորդ՝ կորիզի թաքնված մահացու վտանգը՝ ամիգդալին։ Սա այն կետն է, որի մասին շատերը չգիտեն և հաճախ թույլ են տալիս սխալներ, հատկապես երեխաներին թույլ տալով խաղալ կամ ուտել դեղձի կորիզի միջուկը։ Դեղձի կորիզի ներսում գտնվող փափուկ միջուկը պարունակում է մի նյութ, որը կոչվում է ամիգդալին։ Սա վիտամին B12-ն է։ Երբ այս նյութը հանդիպում է մարդու թքի և ստամոքսահյութի ֆերմենտներին, այն տրոհվում է և արտադրում է մի նյութ, որը կոչվում է ցիանիդ։ Ցիանիդը հզորագույն թույն է, որը բլոկադայի է ենթարկում բջջային շնչառությունը։ Բջիջները դադարում են թթվածին յուրացնել, ինչը բերում է կենտրոնական նյարդային համակարգի և սրտի կաթվածի։ Մեկ կամ երկու կորիզի միջուկ պատահաբար ուտելը մեծահասակի մոտ գուցե միայն թեթև գլխացավ կամ սրտխառնոց առաջացնի, քանի որ լյարդը կհասցնի ֆիլտրել թույնը, սակայն մեծ քանակությամբ կորիզ ուտելը, հատկապես երեխաների կողմից, կարող է առաջացնել սուր և կյանքի համար վտանգավոր թունավորում։ Երբեք մի օգտագործեք դեղձի կորիզի միջուկները տնային պայմաններում լիկյորներ, մուրաբաներ կամ թուրմեր պատրաստելիս։ Այժմ խոսենք դեղձի մյուս արտադրանքի մասին, որը պակաս համեղ չէ, քան բուն միրգը՝ դեղձի չիր։ Չորացման ընթացքում դեղձից հեռանում է գրեթե ամբողջ ջուրը՝ մոտ 80-90%։ Արդյունքում մնացած բոլոր օգտակար նյութերը, վիտամինները, հանքանյութերը ուշադրություն խտանում են մի քանի անգամ։ Դեղձի չիրը պարունակում է մի քանի անգամ ավելի շատ կալիում, քան թարմ միրգը։ Սա անփոխարինելի է մեր սրտամկանի աշխատանքի, անոթների ճիշտ կծկման և արյան ճնշման կարգավորման համար։ Երկաթի բարձր պարունակություն։ Դեղձի ջիրը օգնում է արագ բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը և հիանալի միջոց է սակավարյունության, անեմիայի դեմ պայքարում։ Ջրի մեջ մանրաթելերը դառնում են ավելի խիտ, ինչի շնորհիվ այն գործում է որպես հզոր բնական միջոց աղիների աշխատանքը խթանելու և փորկապությունից ազատվելու համար։ Եվ երիտասարդության վիտամիններ A, C, E վիտամինների բարձր խտությունը պաշտպանում է մաշկը չորացումից և ամրապնդում է իմունիտետը։ Բայց չիրը ևս ունի իր թակարդները։ Չնայած իր մեծ օգուտներին, դեղձի չիրը ունի մի առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնի յուրաքանչյուրը՝ բարձր կալորիականություն։ Եթե 100 գրամ թարմ դեղձը միրգը պարունակում է ընդամենը 40 կիլոկալորիա, ապա 100 գրամ դեղձի չիրը պարունակում է մոտ 250-ից 300 կիլոկալորիա։ Չորանալիս միրգի մեջ եղած բնական շաքարները մնում են նույն քանակությամբ, բայց քանի որ պտուղը փոքրանում է, մենք չնկատելով կարող ենք ուտել 5-6 դեղձի չիր, ինչը հավասար է 5-6 ամբողջական թարմ դեղձի շաքարի քանակին։
Այսպիսով, եթե դուք ունեք շաքարային դիաբետ եւ ավելորդ քաշ, ապա պետք է անպայմանորեն սահմանափակեք դեղցի ջրի օգտագործումը։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում նշեք արդյոք սիրում եք դեղց, թե ոչ։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։